Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մեզ բոլորիս մեր գիտակցական կյանքի ընթացքին թվում է, թե ամեն ինչ լինելու է շարունակական, ավելի քան հավերժական։ Եվ չգիտես ինչու պատահականության բերումով կամ ճակատագրի շնորհիվ ու պատճառով լինում են հստակ փոփոխություններ յուրաքանչյուրիս կյանքում։ Այդ փոփոխությունները կարող են բերել առողջական ծանր խնդիրների, կարող են բերել նրան, որ մենք վտանգված լինենք մեր առողջությամբ։ Եվ որքան էլ մենք քննադատենք այսօրվա առողջապահությունը կամ բժշկի կարգավիճակը, ուզենք թե ոչ, փրկության իր մեծ բաժինը մեզ մատուցում է հենց բժշկությունը եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկները։ Մենք այսօր խոսելու ենք բժշկական հրաշքների մասին եւ այն ամենի մասին, թե ինչպիսի ծանր կացությունից կարողանում են լավ մասնագետները դուրս բերել մարդուն եւ նրան նվիրել երկրորդ կյանքը։ Բարի երեկո եմ ասում եւ ձեզ եւ իհարկե մեր հարգարժան հյուրերին, որոնք արդեն տաղավարում են եւ սիրով ներկայացնում եմ նրանց։ Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի Պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյան։ Բարի երեկո, բարի գալուստ։ Տիկին Զինա Մստոյանը մայր է, ով ունեցել է խնդիր իր երեխայի հետ կապված, մենք քիչ անց կլսենք նրա պատմությունը եւ կհասկանանք, որ հրաշքներ լինում են։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի Պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյան։ Բարև ձեզ։ Համլետ Գրիգորյանը փոխգնդապետ է, մարդ, ով անցել է բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չի հուսահատվել եւ այսօր էլ այստեղ է, որպեսզի մեզ գոտեպնդի ու ոգևորի։ Բարի գալուստ։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյան։ Բարի երեկո։ Քանդակագործ Արթուր Գևորգյան, մարդ, որը հետաքրքիր մի պատմություն մեզ կներկայացնի նաև իր հերթին։ Այնտեղ նստած է մի պատանի Սեյրան Նստոյանը, որը 15 տարեկանում բախվել է շատ դժվար ու ծանր խնդրին, թե ինչի մասին է խոսքը մենք կլսենք քիչ անց, իսկ այս պահին ես արդեն խոսքը տրամադրում եմ նրա մայրիկին Տիկին Զինա։ Տիկին Զինա, խնդրում եմ, պատմեք նախ ինչպես եղավ, որ Սեյրանը ընկավ։ Ընկնել է, գիտեմ, որ ընկել է 4-րդ հարկից, տարել են հիվանդանոց հրազդանի, չեն ընդունել, շատ ծանր ա եղել։ Իրան առաջի օգնությունը ցույց են տվել ու սկորին տարել է իրան, մենք էլ իր հետևից։ Բերել են չեմ հիշում, որ ասեմ անունները, որտեվ գիտակցությունս կորցրած ա եղել։ 4 հիվանդանոց են տարել Երևանում, 4-ն էլ չեն ընդունել, որտեվ ի վիճակի չեն եղել, ոչ թե ասենք չեն ընդունել որպես բան, մեզ հույս են տվել Դալաքյանը, որ հիվանդանոց տարել ենք, ասել են հասցրեք բժիշկ Դալաքյանին, ինքը կփրկի Սեյրանին, մենք որ Սեյրանին բերել ենք արդեն Սուրբ Մայր Աստվածածին հիվանդանոցը, Սեյրանն արդեն արուն չի ունեցել, ոչ մի գրամ, ինքը հույսը կտրած, մենք իրան բերել ենք, ես վազելով մոտեցել եմ բժիշկ Դալաքյանին, ասել եմ խնդրում եմ բժիշկ Դալաքյան, անուն էլ չեմ իմացել սկզբից, ասել եմ խնդրում եմ բժիշկ, փրկի իմ տղու կյանքը, խնդրում եմ, բժիշկն ասել է 1% հույսը, 1%, որտեղ ինքը որ ասեց ստորագրությունները դրեք ու ես վիրահատեմ, վիրահատել են, բժիշկն եկավ, ասեց բարեհաջող անց է, բայց էլի 1% հույս է, բայց դե իրանք մեզանից, որ բժիշկներից ասեն գանգատվում են, ես 7 երեխայի մայր եմ, ոչ մի անգամ հիվանդանոց չեմ ընկել, չեմ իմացել բժիշկի օգնությունը ինչ է, բայց այսօր փառք իրանցը, իրանց աշխատանքի համար, իրանք այդ րոպեին ինձի ոչ մի բան չեն ասել, այդ 4 լիտր կես արունը իրանց մոտից են ներարկել, իմ տղոն։ Շնորհակալություն Տիկին Զինա, քիչ հետո մանրամասները ավելի հստակ կհարցեմ, պարոն Դալլաքյան, երբեք չենք մեղադրում այն բժշկական հաստատությանը կամ բժշկին, որը չի ընդունում ծանր վիճակով հիվանդին, որովհետև որպես կանոն պատասխանատվությունը մնալու է իր ուսերին, այդպես է թե ոչ։ Միանշանակ։ Ես ուղղակի համառոտ կուզեի ներկայացնեմ դեպքը, սա շատ ծանր պոլիտրավմայով երեխա է զուգակցված, այսինքն երբ որ ինքը ընդունվեց ծանր հեմորագիկ, այսինքն արյան կորուստով, ծանր շոկով եւ մենք ունեինք վնասվածք եւ բութ եւ որովայնի ներքին օրգանների արյունահոսություններ, ծանր գանգուղեղային տրավմա ուներ, գանգի կոտրվածքով, արյունազեղումովներ ուղեղային եւ սրունքի ոսկորների կոտրվածքներ եւ թոքներ վնասված։
շտապ բոլոր նախապատրաստումից հետո մոտ կես ժամ 40 րոպե հետո արդեն երեխան վիրահատական սեղանին էր եւ վիրահատության ժամանակ հայտնաբերվեց, որ փայծախը պատրված է մի քանի հատվածների եւ նաեւ վնասված էր երիկամը եւ ամենածանր վնասվածքն էր, երբ որ անոթային ոտիկով պոկված էր ամբողջ երիկամը։ Այսինքն սուբօպերացիոն եւ կատարվեց փայծախի հեռացում եւ նաեւ երիկամի հեռացում եւ աորտայից էլ մենք շատ մասիվ արյունահոսություն ունենք վիրահատության ժամանակ։ Վիրահատության վերջում արյան կորուստը կազմել է 4.5 լիտր, այսինքն իրեն տարիքի, իրեն քաշի համար ամբողջ 100%-ով արյան իրեն ծավալին է համեմատար եւ այդ ծավալը հաջողվել է վիրահատական առումով եւ արյան բաղադրիչներով մոտ 10 լիտր էլ հեղուկ այլ կրիստալոիդ օպերացիայի ժամանակ է միայն կատարվել։ Քանի ժամ է տևել վիրահատությունը։ Մոտ 4 ժամ առաջի վիրահատությունն է եղել, որովհետև վիճակը կայունանալուց հետո կատարվել է հաջորդը արդեն, երբ որ նեյրովիրաբուժական միջամտությունը, երբ որ մենք գանգուղեղային տրավմայի ու այդ գեմատոման ենք վերացրել, եւ որոշ վիճակը կայունանալուց հետո արդեն սրունքն ենք վիրահատել երկու ոսկորների մեծ տեղաշարժով կոտրվածքը եւ արտաքին ֆիքսացիայի ապարատ դրվել, որը թույլ է տալի, որ տղան քայլի։ Այստեղ վիճակը նաեւ բարդացած էր, որտեղ մենք ունեինք եւ թոքի վնասում եւ միակ երիկամ եւ այդպիսի մասիվ արյան կորուստից հետո եւ արհեստական այլ մարդու արյան ներարկումից փոխ ներարկումից հետո զարգանում է երիկամային անբարություն շատ հաճախ։ Եվ տվյալ դեպքում մենք միակ մնացած երիկամի այդ խնդիրը ունեինք։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց այդ վիրահատական շրջանում նաև երիկամային անբարությունը շտկել, բուժել, վերականգնել եւ 1 ամսվա ընթացքում արդեն տղային ոտի կանգնեցնել եւ դուրս գրել։ Շնորհակալություն պարոն Դալլաքյան։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ է զգում մարդը, բժիշկը, ով իսկապես երկրորդ կյանքն է տալիս իր հիվանդին։ Կարճատև դադարից հետո մենք կշարունակենք եթերը։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր խոսում ենք ոչ թե բժշկական սխալ եզրույթի, այլ բժշկական սխրանք երևույթի ու հասկացողության եւ իհարկե այստեղ շատ կարեւոր է նաեւ հիվանդի վստահությունը, նրա վերաբերմունքը տվյալ բժշկի նկատմամբ։ Մեր հաջորդ պատմությունը մեզ կպատմի Համլետը։ Համլետ, ես գիտեմ, որ 40 տարեկանում ձեր կինը 39 տարեկանում ձեր կինը կարողացավ մայրանալ եւ ցավոք սրտի դժբախտ պատառ տեղի ունեցավ։ Դժվար էր։ Կպատմեք հունիսի 23-ին վթարը տեղի ունեցավ։ Կինս 7.5 ամսական հյուրի էր։ Վթարի ժամանակ ունեցել էր բազմակողմանի ջարդվածներ, երիկամային վնասվածք, օպերացիվ ձևով կազմակերպվեց, տեղափոխվեց Սևանի բժշկական կենտրոն եւ համագործակցելով Ռազմիկ Աշոտովիչի հետ օպերատիվ ձևով տեղափոխվեց Երևան Հանրապետական ծննդատուն ու չկարամ չասեմ, որ իր մասնագիտական հմտություններով նվիրվածությամբ փրկեց իմ կնոջ երեխայի կյանքը, իրականում դա հրաշք էր, որը մենք անուսալի վիճակում էին գտնվում, երբ որ խոսեցի Ռազմիկ Աշոտովիչի հետ, ասեց, որ ամեն ինչի պատրաստ եղի, բայց ամեն ինչ արեց, այսօր կինս եւ երեխաս կողքիս են։ Համլետ, ինչ վիճակում է երեխան։ Երեխան շատ լավ վիճակում է, երբ որ դուրս են գրել, ինքը շատ լավ վիճակում է, ի շնորհիվ մեր Ռազմիկ Աշոտովիչի, շնորհակալ եմ, երախտապարտ եմ իրեն։ Շնորհակալ ենք, պարոն Աբրահամյան, իհարկե օրինակները շատ են, սակայն մենք այսօր ընտրել ենք հատուկ օրինակներ, որոնք լավագույնս դրսևորում են տվյալ երևույթը։ Ես կխնդրեի ասեք նախ 40-ին մոտ տարիքում ծննդաբերությունը եւ հղիությունը ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ առհասարակ եւ այս դեպքի բարդությունը։ Ընդհանրապես ռեպրոդուկտիվ տարիքը ամենալավ դա 18-ից 39-40 տարիքն է, փաստորեն տվյալ դեպքում կարծեք թե այն տարիներն էր, որ հետագայում կարող է հնարավորություն չունենային այլևս երեխա ունենալու համար, երբ որ տեղյակ պահեցին անմիջապես Սևանի ընդունարանից, ռեմոբիլի միջոցով տեղափոխեցինք Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտ, նախորդ իհարկե իմանալով
այրան խումբը, այնտեղ ռեզուս պատկանելությունը, պտղի վիճակը եւ ամեն ինչ։ Միայն այնտեղ բազմաթիվ նորից ինչպես բժիշկ Դալաքյան ասեց, կար այնտեղ նաեւ ներքին օրգանների վնասվածքներ, ընկերքը լրիվ անջատվել էր։ Պտուղը անհասեր, կիլո 700 գրամի չափ, ընկերքի անջատում, ազդրվածքների ջարդվածք եւ այդպիսի վիճակով տեղափոխեցինք, բնական է միակ անելիքը հրատապ կեսարյան հատում անելն էր եւ կատարեցինք կեսարյան հատում, այրան փոխներարկում, այնտեղ այլ մասնագետների հրավիրել, օրթոպեդի եւ ընդհանուր վիրաբույժի եւ բոլորիս համատեղ ուժերով կյանքը այդպես կյանքի կոչեցինք։ Այստեղ կարևոր այն էր, որ հասցրեցինք, որ նաև պտուղը, որովհետև դա այս ընտանիքի միակ շանսն էր իրանց ընտանիքը երջանկացնելու համար, կիլո 700 գրամից արդեն նոր տեղեկացա, որ արդեն 4 կիլոգրամ է։ Առիթից օգտվելով ես պետք է ասեմ, որ մեր հանրապետություն լինելով փոքր, անմիջապես ձեր ասած այդ բժիշկների մասին վերաբերմունք անմիջապես տարածում է, սակայն պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում տարեկան լինում է շուրջ 300-ից 1000-ից մինչև 350,000 մահացություն ծննդաբերության ընթացքում, օրական շուրջ 850 ամբողջ աշխարհում։ Մենք պատկանում ենք այն հանրապետության կամ երկրների շարքին, որտեղ մեր մոտ մայրական մահացությունը համարվում է այդ քիչ ցուցանիշ ունեցողներից մեկը։ Տարեկան լինում է մոտարապես 6-7, այն էլ ոչ թե անմիջապես մանկաբարձական պատճառներից, այլ ուղեկցող հիվանդություններից։ Ի շնորհիվ ամբողջ այդ մանկաբարձակ-գինեկոլոգիական ծառայության եւ նախարարության ճիշտ վարած քաղաքականության այսպիսի դեպքեր կան, կոչվում է մազից կախված դեպքեր, երբ որ կրիտիկական վիճակ է եւ շաբաթական համարյա 4-5 այդպիսի հանրապետությունում լինում է մազից կախված դեպքեր, երբ որ այդ կարող է այնպիսին լինի, որ չկարողանանք կյանքը փրկել, բայց ի շնորհիվ քննաջան աշխատանքի այդ տարեկան 80 դեպքից մենք կորցնում ենք ընդամենը 6-7 դեպք եւ տարեստարի նվազում է մեր հանրապետությունում մայրական մահացությունը։ Սեյրան, մենք սիրով կլսենք ձեզ, նախ ոնց եք ձեզ զգում, խնդրում եմ ասացեք։ Լավ եք արդեն, բայց ցավերը կան դեռ։ Չկան։ Իսկ ոտքը ընդհանուր առմամբ կդառնա ավելի լավ վիճակում։ Այո։ Ընթացքում։ Սեյրան, դուք հիշում եք ինչպես ընկաք։ Մեջկասկանյանցեի սայտակեցինգա։ Ինչ երազանքներ ունեք, Սեյրան։ Ես պատկերացնում եմ ինչ է նշանակում, չէ, չեմ պատկերացնում ինչ է նշանակում այդքանից հետո մարդը իր ոտքով եկել է այսօր մեր տաղավար ծափարենք եւս մեկ անգամ եւ սիրով անցնենք կարճատև դադարին, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Առողջության պահապաններ, այսպես ենք խորագրել այսօրվա եթերը եւ խոսում ենք բժշկական սխրագործություններից։ Ես ինչու եմ կոչում դրանք սխրանքներ, որովհետեւ միայն ֆիզիկապես այդքան կանգնել եւ վիրահատություն կատարելը ու ամեն անգամ մարդուն այն աշխարհից հետ բերելը հեշտ բան չէ։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում վիրահատությունից հետո հիվանդներին խնամում են ամուսինները։ Նրանք ապաքինման իրենց առաջին քայլերն անում են բաժանմունքի միջանցքում, որն անվանել են Սիրահարների այգի։ Այստեղ գրեթե ամեն օր մարդիկ գալիս են ու գնում, եւ ցավոք նրանցից շատերը գնում են անվերադարձ, սակայն լինում են մարդիկ, որոնք հենց բժշկի սխրագործության շնորհիվ շարունակությունն են ստանում իրենց կյանքում եւ կարողանում են հուսալ ու սպասել իրենց վաղվա օրվան։ Ես ներկայացրեցի մեր հյուրերին եւ այժմ կրկին արդեն անդրադառնալով Լևոն Հարությունյանին, ես կխնդրեի պատմել հենց ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդների մասին, նախ որքան է հասնում նրանց թիվն այսօր։ Ուռուցքով հիվանդների թիվը գնալով շատանում է, չնայած ստաբիլությունը վերջի տարիներին արդեն ակնհայտ է բուժման եղանակների նոր եղանակների կիրառման շնորհիվ։ Իհարկե ծառայությունը շատ ծանր ծառայություն է եւ դա պահանջում է եւ բժիշկներից եւ միջին բուժ պերսոնալից գթասրտություն եւ տանջալից աշխատանք։ Դեք այսօրվա դրությամբ ուռուցքաբանությունը մեր ժողովրդի մեջ ոնց որ անելանելի երևույթ է թվում։ Դա տենց չէ եւ եթե մարդիկ ժամանակին են դիմում եւ ապաքինվում են եւ
կյանքը երկարում է կամ առողջանում են, դա էլ է հաջողություն։ Ուռուցքաբանության մեջ հաջողությունը դա կյանքի երկարացումն է եւ իհարկե ապակինումը։ Պարոն Հարությունյան, կարող եք ասել, որ ժամանակին եւ ճիշտ ախտորոշումը արդեն գրավական է նրա բուժման հաջողության։ Իհարկե, տարիներ շարունակ դա եղել է պրոֆիլակտիկան ուռուցքային հիվանդությունների, դա եղել է հիմնական գրավականը եւ ասեմ, որ վերջի տարիներին շատ խանգարող հանգամանքը տարօրինակ է թվում, դա ինտերնետն է, որովհետեւ հազար տեսակի բուժումներ են առաջարկում, հատկապես ուռուցքաբանության մեջ։ Եվ ժողովուրդը ավելի հակում ունի ասենք լիմոնը քամած ջրի մեջ խմի կամ ուրիշ ավելի վատ բաներ օգտագործի այն հույսով որ կլավանա, որտեղ այնտեղ համոզում են, քան դիմի ժամանակին բժշկի։ Իհարկե, եթե շուտ է դիմում, ուռուցքի ստադիան ավելի փոքր է լինում, ավելի ապակինումը ավելի հեշտ է լինում։ Այս վերջին տարիներին իրազեկումը մի քիչ չի ավելացել արդյոք, թե ոչ չկա։ Գիտեք ինչ, իրազեկումը ասելով այնքան շատ ինֆորմացիա կա ավելնորդ այնին ինտերնետում եւ լրատվական միջոցներում, որ մեր իրազեկումները հետ են ընկնում ավելի շատ։ Իհարկե, եթե մարդիկ գալիս են, շփվում են, տեսնում են եւ ասենք տարիներ շարունակ ինչ որ մեկը մեկին պատմում է, որ հա ինչքան լավ էր այդ բուժումը, ոնց ստացվեց, որ ինքը գնաց այնտեղ եւ բուժվեց եւ դրա շնորհիվ մարդիկ իրազեկվում են։ Դե չէ, տենց լայնածավալ իրազեկում այսօրվա դրությամբ մեր ուռուցքաբանության մեջ ես չեմ նկատել։ Պարոն Հարությունյան, ուռուցքը եւ ուռուցքի բուժումը կամ վերացումը իր հետ բերում է շատ հոգեբանական խնդիրներ եւ հիմնականում նման հիվանդության տեր մարդիկ առավելևս դժվարանում են հոգեբանորեն հաղթարել իրենց եւ դիմել բժշկին։ Սակայն ձեր բաժանմունքում երկարատև մարդիկ կարող են ապրել։ Ինչպիսի նոր երևույթներ եք նկատում, արդյոք ընկերանում եք նրանց հետ, արդյոք դա չի խանգարում բժշկական մտածողությանն ու մասնագիտությանը, որովհետեւ արդեն առաջնային է գալիս մարդկայինը։ Իհարկե հոգեբանությունը մեծ նշանակություն ունի եւ ձեր պատմած այդ երևույթը սիրարների հետ հիմա կպատմենք ավելի մանրամասն։ Դա էլ իր հերթին նշանակություն ունի։ Իհարկե պետք է միջին մեդպերսոնալը լինի ավելի ուշադիր, պետք է գիտեք ինչ, այստեղ հոգեբանությունը մենակ հիվանդի չի փոխված լինում, նաև հիվանդի հարազատներինն է փոխված լինում եւ պետք է դիմակայել այդ երևույթին եւ զսպել որոշ դեպքերում կարելի ասել։ Իհարկե դա հաջողվում է եւ ես իմ խորին շնորհակալությունն եմ իմ անձնակազմից հայտնում, որ ես Արտուրին պատմում եի, որ ես մեկ-մեկ ուզում եմ դիտողություն անեմ իմ աշխատողներին եւ չեմ գտնում ինչի համար պետքա դիտողություն անեմ։ Ես կարծում եմ արժի ծափարել այնպիսի բժշկական անձնակազմի, որը դիտողության տեղ չի թողնում։ Արթուրը ինձ գրել է Facebook սոցիալական կայքով, հեռվից հեռու հետևելով, շփվելով, ես հասկացա, որ այս պատմությունը իսկապես ձեր թեթև գրչով պետք է պատմվի այստեղ։ Խնդրեմ սկսենք ձեր պատմությունից, Արթուր։ Ուրեմն, սա ինձ մի 15 օր առաջ քերուս տղան, որը իմ նաև մանկական ընկերն է, որի հետ մի տարի տարբերությամբ մեծացել ենք եւ այլն, ունեցավ սուր գլխացավեր Գյումրիում, որից հետո պարգեցրեցինք հիվանդանոցում, առաջնային ստուգում անելուց հետո ասեցին, որ կա ուռուցք եւ պետք է շտապ տեղափոխել Երևան հետագա հետազոտության եւ բուժման համար։ Մենք հասանք Երևան եւ բոլոր այդ ուռուցք եւ քաղցկեղ կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում ռակ այդ կասկածանքով սարսափների եւ տագնապների մեջ եւ թվում էր թե այդ ամբողջը պետք է անվերջանալի մի տեղ տանի, եթե իհարկե դրան հակադարձողը ժամանակին չհայտնվի եւ փառք Աստծո այստեղ արդեն նույն օրը երեկոյան խոսելով դոկտոր Հարությունյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մյուս օր առավոտ տանում ենք իր բաժանմունք, որի անունը լսելով սարսափում էինք։ Եվ դրանից հետո արդեն 4 օր հետազոտությունից հետո կատարվել է վիրահատություն, մենք ունենք դրական արդյունքներ, հեռացվել է, ես չեմ կարող բժշկական մասնագիտական տերմինով ասել ինչ է դա, բայց դեղցի չափ ուռուցք, ուղեղի աջ կիսագնդից, ես պլաստիկ-անատոմիա եմ դասավանդում Գեղարվեստի ակադեմիային, մի քիչ հասկանում եմ, թե դա ինչ է, կամ փորձում եմ երևակայել, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է անել նման մի վիրահատություն, որից անմիջապես հետո
հիվանդը ստապվում է նարկոզից եւ երկրորդ օրը առավոտ սկսում են խոսել, այդ պահին էլ է խոսում եւ ամենահուզիչը եւ տպավորիչը դա իհարկե բուժանձնակազմի բոլորին 12 հոգի եւ այնտեղ հերթապաները եւ բոլորը ուրախ ժիբիդներն էր մի 2-3 ժամ հետո վիրահատությունից եւ որ արդեն իրենք համոզվել էին, որ իրենց այս վիրահատությունը անցել է հաջող չունի բարդ զարգացումներ, բայց առավել եւս երբ որ 9-րդ օրը հիվանդը կանգնում է ոտքի, ունի լավ ախորժակ, առույգ է, բժիշկին փորձում է դիմավորել կանգնելով, որովհետեւ բժիշկը իսկ մեր Գերդաստանում դա ընդունված արգանքի նշան է, շատ հայերի մոտ դա կա, սա արդեն ինքնստինքյան մարդու լեզուն պդի ասել, որ հրաշք է։ Արթուր, սիրահարների այգու մասին խնդրում եմ պատմեք, եւ որը այդպիսի ձևակերպում է ստացել։ Կողքի պալատում եղել են ամուսիններ, մարդ եւ կին։ Ամուսինը խնամելու համար բժշկի ցուցումով ասել է, որ որբեսի տեսողությունը չի զարգանա վիրահատությունից հետո պետք է գիրք կարդա եւ մերոնք պատմում էին, որ ինքը գիրք էր կարդում, հետո որբեսի ձայնալարերը մի փոքր ավելի առույգանան, չեմ կարող բժշկականորեն ասել դա ինչ է, ինքը պետք է երգի եւ ամուսինը երգել է սովորացրել ու քերոստղայի կինը այդ ամբողջը ոգևորված պատմում էր, որ այսպիսի բան կա, ինքն էլ հուսադրվում էր ամեն անգամ նամանավանդ, որ տեսնում էր, որ բուժանձնակազմը ես չեմ կարող ասել, չեմ նկատել ժպտում են, թե ինչ են անում, բայց այդտեղ մարդը իրեն հիվանդ չի զգում, մարդը այդ բաժանմունքում գնում է շատ անհույս, բայց մի քանի ժամերի ընթացքում խաղաղվում է, ես այդտեղ չեմ տեսել մարդկանց, ովքեր տանջահար եւ աղաղաղված միմիկայով հայացքներ ունեն։ Եվ իհարկե քանի որ ամենամոտը վիրահատարանին միջանցքն է, բաժանմունքի, այնտեղ կան ծաղիկներ ինձ ասեցին, որ այդ տարածքը բուժանձնակազմը եւ հիվանդատերերը անվանում են սիրահարների այգի։ Եվ չեք Երևանայի, հիմա էլ երբ որ ասում եմ անտադ այդ բանը եւ այդտեղ եղել եմ այդ բաժանմունքում, նայում եմ, տեսնում եմ, ասում եմ, միթե հասարակության մի փոքր ջանքը, մի փոքր նվիրումը իր էական դերը չի խաղալու, այդ նույն հանջարեղ լավ հրաշագործ բժշկին օգնելու համար, որովհետև ինչպես դուք եք ասում, կա խնդիր, թե հասարակությունը ունի բացասական վերաբերմունք, բայց նույն հասարակությունը պետք է մի պահ հետո, մի ժամանակ հետո, ուսամ որ կասնենք դրան, հայտնվի բժշկին օգնողի եւ հավատացողի դերում։ Ես չեմ ասում հասարակությունն ամբողջապես, բայց նրա մի զգալի մասը իհարկե ունի կասկածներ, մյուս մասը ունի հիացական իր արտահայտությունը, որովհետեւ ունի փաստացի օրինակներ եւ այն ունի իրավունք ունենալու եւ այն։ Ես ուզում եմ անցնել կարճատև դադարի, որից հետո կգանք եւ կշարունակենք։ Մարդկային գործոնն է եթերում, ինչպես ասում էր Ռեմարկը, ոչինչ նախապես հնարավոր չէ իմանալ։ Մահացու հիվանդ մարդը կարող է կրել առողջի մահը։ Կյանքը շատ արտասովոր բան է։ Միշտ էլ դժվար է հավատալ արտաքին տեսքից անվնաս թվացող հիվանդությունը կարող է լինել շատ վտանգավոր։ Բժիշկը միշտ պիտի հուսա։ Այդպիսին է նրա մասնագիտությունը։ Մենք այստեղ ենք հրավիրել մարդկանց, որոնք ոչ միայն հուսով են, այլև փաստացի իրենց գործով ապացուցում են, որ այո, եթե կա անգամ 1% հույսի, կարելի է արդարացնել բոլոր հնարավոր միջոցներով։ Համլետ, վերադառնանք ձեր կնոջը։ Հիմա վերջնական ինչպիսի վիճակում է եւ արդյոք վերջնականորեն կարող է առողջապես վերականգնվել։ Արդեն կայուն վիճակում է, քայլում է, կան խնդիրներ, որոնք մոտակա 2 ամսվա ընթացքում արդեն կլուծվեն եւ ինքը իր երեխային առողջ ձևով կարա խնամի։ Համլետ, երբ դիմեցիք պարոն Աբրահամյանին, առաջին բանը ի՞նչն էր, հույս ունեիք, որ ինչ-որ մի բան կստացվի։ Սևանի հիվանդանոցում էի, այնտեղ ասեցին, որ կապնվել են Ռազմիկ Աշոտիչի հետ, ես սկսեցի ճշտել էլի ճիշտ ուղղությամբ եմ տանում, թե չէ։ Երբ որ հասանք իմացա, արդեն ընկերներս էլ ասեցին, որ շատ ճիշտ տեղ եք տարել, մոտեցա, ճշտեցի, ինքը արդեն ուսումնասիրել էր այդ իրավիճակը, ինչ է կատարվել, անուսալի իրոք վիճակ էր, բայց շնորհիվ իր էլ եմ ասում, մասնագիտությունը, այդ ամեն ինչը, որը կյանք է պարգևել, ես երախտապարտ եմ, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում իր անջանասիրության համար, այն նվիրատվության։ Շնորհակալություն, ընդհանրապես ասում են, որևէ բժիշկ չէր ցանկանա իր հիվանդի վատառողջությունը կամ մահը, իհարկե, պարոն Աբրահամյան։
Ես ուզում եմ նշել, որ ծնդողությունում գոյություն ունի արագ արձակագրման ծառայություն։ Այսինքն, երբ որ շրջաններում որից է բանելնում, անմիջապես կապվում են եւ նախարարություն եւ հանրապետական ծնդատուն նախկինանով, այսինքն պերինատալոգիայի ինստիտուտ, եւ այդ բրիգադան անմիջապես պատրաստ է օգնելու համար։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ միայն անցյալ շաբաթ, մեկ շաբաթվա ընթացքում 3 կրիտիկական վիճակից արդեն այդ կանայք կյանքի են կոչվել։ Մեկ արմավիրում գիշեր հետծննդյան շրջանում ունեցել էր առնահասություն եւ մակարդելությունը իջել 0-ի, որին տեղափոխել եւ արդեն նա այսօր կենթանի է։ Փոխներարկել ենք 3 լիտր այրուն եւ պլազմա, արդեն նա լավ վիճակում է եւ երկրորդ դեպքը արտիկի բժշկական կենտրոնից հետծննդյան կոմայի մեջ կոչվում է էկլամպտիկ կոմա եւ երրորդը մեղրից։ Պատկերացրեք, մենք այսօր մեր հանրապետությունում այնպիսի արագ ձևով են աշխատում, որ ամենահեռու մարզերից հնարավորություն կա օգնության հասնել։ Եվ մի եզակի դեպքի մասին եմ ուզում նշել, մեկ կին հսկվում էր մեր ինստիտուտում եւ 24 շաբաթական ընթացքում ախտորոշեցինք, որ նա ունի զույգ պտուղ, իհարկե զույգ պտուղը ավելի վաղ էինք ախտորոշել, բայց 24 շաբաթական ընթացքում առաջի պտղի մոտ հայտնաբերեցինք պտղի մոտ, ձվարանի կիստա, ոչ թե կնոջ, այլ պտղի մոտ։ 24 շաբաթական։ 24 շաբաթական, այսինքն երբ որ 6 ամսականի մեջ էր։ Բնական է ծնողները սկսեցին մտահոգվել, երևի ուրիշ արատ ունի, ես ունի, ընդհանրենք մաման, բայց ի շնորհիվ բժիշկների այդ հմուտ հետազոտության եւ հոգատարության շնորհիվ նրան այդ հղությունը հասցրեցինք մինչև 35 շաբաթական եւ ուղիղ մենք երևի մի 10-12 օր առաջ կատարեցինք բնական է կեսարյան հատում, նրա ախտորոշումը հաստատվեց մինչև կեսարյան հատումը եւ նկատվում էր այդ պտղի կիստայի մեծացում, նախորդ պայմանավորեցինք մեր հարգաժան լավագույն վիրաբույժ Դալաքյանի հետ եւ անմիջապես տեղափոխեցինք, պտղի կիստան հեռացրեցինք։ Արդեն հեռացնելուց հետո պտուղը վերադարձվել է մեր ինստիտուտ եւ 2 քույրերը հիմա առողջ վիճակում են։ Այնպես որ շնորհակալություն օրինակի համար, պարոն Աբրահամյան, պարոն Դալաքյան, փոքր նորածին երեխայի կիստայի վիրահատությունը ավելի ծանր չի, քան չափահաս հասուն մարդու։ Երեխան 2 կիլո 100 գրամանոց էր, կիստայի չափերը 15-ը 8-ի, կարունազեղում էր տեղի ունեցել վերջի օրերին եւ կտրուկ մեծացել էր, 400 գրամը իրեն քաշից ամբողջովին ոչ նորմալ զարգացած ձվարաններ, այսինքն վիրահատությունից հետո քաշը կիլո 700 էր։ Այսինքն ընդհանրապես նորածնային առատներով շատ երեխաներ են գալի, ծնվում են եւ վիրահատվում են տեղափոխվելուց հետո Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Եվ ասեմ, որ այդ ուղղությամբ մենք ունենք բավականին լուրջ նվաճումներ եւ սա շատ կարեւոր է, որ մեր բնակչությունն էլ իրազեկված լինի, որովհետեւ հիմա բժշկության զարգացման արդյունքում շատ առատներ նաեւ հնարավոր է լինում, ինչպես Ռազմիկ Աշոտովիչը ասեց, ներարգանդային դիագնոզել եւ այդ ապագա մայրիկները գալիս են մեր մոտ, ուղղորդվում են մեր մոտ եւ մենք հետները զրույց ենք վարում եւ շատ դեպքերում համոզում ենք, որ այս երեխայի համար պետք է պայքարել եւ մեծ տոկոս դեպքերում ծննդաբերելուց հետո հնարավոր է լինում այդ երեխաներին ապակինել եւ առողջ տալ մայրիկներին եւ ոչ թե դադարեցնել հղիությունը, ասելով թե առատավոր երեխա է եւ նաեւ հայոց ժողովրդին շատ բնորոշ այդ Կիկոսի լացը բերելով շատ ժամանակ հազար մի այդպիսի վարկածներ են բերում, որպեսզի դադարեցնեն կամ այդ մորը ապագա հղիության բարի ավարտից եւ նաեւ այդ զավակին փրկելու շանսից զրկեն։ Շնորհակալություն պարոն Դալաքյան, պարոն Հարությունյան, մենք էլի վերադարձանք երեխաներին, իհարկե հարազատների վերաբերմունքը շատ բան է փոխում։ Ենթադրենք չլիներ Տիկին Զինայի, Համլետի, Արթուրի վստահությունը բժշկին, չէ, հարազատներն էլ գուցե այդքան վստահ չդիմեին։ Այս առումով բժիշկ, հիվանդ եւ նրա հարազատներ, այս երամիասնությունը գործում է թե ոչ, բժիշկը կարողանում է նրանց հետ աշխատել։ Միանշանակ են դեպքերում, երբ որ
կա այդ միասնությունը եւ կա այդ հավատը դեպի բժիշկ, դա շատ օգնում է եւ հիվանդին եւ բժիշկներին, դա ոգևորում է եւ ուժ է տալիս։ Այստեղ գիտեք ինչու՞մն է խնդիրը, ես վերադառնալով այն մեր քննարկվող թեմային ուզում եի ասել, որ բժիշկները ոնց որ բոլոր մասնագիտություններում կարող է ունենան ինչ-որ անհաջողություններ։ Այդ անհաջողությունը հատկապես վիրաբուժության մեջ հավատացեք, որ վիրաբուժիչ շատ ոչ ոք ինքը իրան չի քննադատում եւ ավելին քննադատել եւ ինչ որ ձևի դա բերում է մի հուսահատության, որը ի վերջո ստիպում է, որ որոշ բժիշկներ արդեն մտածում են գնալ արտերկրում աշխատելու եւ արդեն շատերը գնացել են։ Պետք է հնարավորին անել, որ բժիշկը ոնց որ նա չի ուզում, որ վատ արդյունք լինի։ Դա հավատացեք, դա որևէ բժիշկ նման բան չի ուզենա եւ իր ամենամեծ քննադատը ինքն է։ Եվ լրագրողը, որը ես չեմ չափազանցնում, իմ մոտ եկել է լրագրող, մի անգամ ասել է ձեզով է թույլ տալի չարորակ ուռուցքը վիրահատել։ Ես ոնց բացատրեմ լրագրողին, ով է ինձ թույլ տալիս չարորակ ուռուցքը վիրահատել։ Ես գտնում եմ, որ չարորակ ուռուցքով չի կարելի վիրահատություն անել։ Բացարձակ ճշմարտություն եմ ասում։ Խոսք չեմ գտնում, որ պատասխանեմ, եւ ինքը հետո հոտված է տպում։ Ինչ որ հոտված կարող է տպի եւ դա դառնա ինչ որ երևույթ, որ հա, մարդիկ էլ հավատան, որ վայ ոնց կլինի, կպավ չարորակացավ, մի խոսքով, դա այն երևույթն է, որ քննադատել բժիշկներին, հա, հնարավոր է քննադատել, բայց այդ աստիճան դարձնել մատի փաթաթան ու անընդհատ ինչ որ թիրախ դարձնել, դա ինձ թվում է ճիշտ չի։ Պետք է մի քիչ բժիշկների վիճակի մեջ էլ մտնել, որպեսզի բժիշկը կարողանա թևավորի եւ բարիք ստեղծի։ Ամփոփելով Համլետ, ինչ կմաղթեք եւ ինչպես կուղղորդեք մեր հեռուստադիտողներին։ Ես կուզենամ յուրաքանչյուր մարդ, եթե Աստված ոչ անի, թող հեռու մնա նման դեպքերից, եթե կլինի, թող երջանիկ ավարտ ունենա, ոնց որ ես ունեցա երջանիկ ավարտ։ Շնորհակալ։ Օգտվելով առիթից ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ այն մարդկանցից, ովքեր իրանց լուման ներդրեցին, օգնեցին օրթոպեդիայի բժշկական կենտրոնից, Էրեբունու բժշկական կենտրոնից, նաև իմ զորամասից, որոնք այդ պահին իմ կողքին եղան, հրամանատար փոխգնդապետ Քամալյանը եւ ողջ անձնակազմը։ Շնորհակալ ենք, թող տա Աստված, որ դժվարին կացության մեջ գտնվող մարդու կողքին միշտ լինեն օգնողներ։ Արթուր։ Ես կուզենայի, որ հասարակությունը հիվանդությունների դեմ ունենար իր պայքարի մոտեցումը, ոչ թե քննադատեր, ոչ թե վախենար, ոչ թե փորձեր ինչ-որ հարցեր ման գալ, այլ ինքն էլ հավատար։ Ես պիտի բազում անգամներ դեր կրգնեմ առիթներ ունենալուց, որ վիրահատությունից առաջ ինձ մնում էր բժիշկներին ասել, ես ձեզ հավատում եմ, անկախ ամեն ինչից, որովհետև դա այն չվախենալու ապացույցներ եւ հավատալու ապացույցներ, որ այդ բժշկին սարքելու էր եւս մեկ հոգով, եւս մեկ սրտով զորավոր դա անելուց։ Շնորհակալ ենք շատ, Տիկին Զինա։ Ես խորին շնորհակալ եմ Սուրբ Մայր Աստվածածին հիվանդանոցի անձինս բժիշկ Դալաքյանին, խորին շնորհակալ եմ որպես բազմազավակ մայր։ Մեծ սրտանց եմ ասում, շնորհակալ եմ ձեզանից բժիշկ Դալաքյան, բժիշկ Ալոյանից, որ այսօր բուժում է իմ տղուն ոտը, իրանց սանիտարկից բռնած միջև վերջ։ Ես ազգությամբ եզդի եմ, բայց ոչ մի տարբերություն չեն դրել իրանք։ Սրտանց աշխատել են մեզ հետ ու ոչ մի անգամ մեզանից չեմ իմանում, ես չեմ կարող ասեմ, ինչ ձևի շնորհակալություն հայտնեմ, ոչ մի բան իրանք չմերժեցին մեզ ու ոչ մի անգամ մեզ նեղություն չտվեցին, որ այս բանը պետք է կամ այն բանը պետք է։ Ես շնորհակալ եմ 1000 անգամ, որպես 7 երեխայի մայր, ծնկաչով շնորհակալ եմ ձեր ամբողջ հիվանդանոցից։ Ավարտելով ամփոփենք բժիշկների խոսքով, պարոն Աբրահամյան։ Նախ ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել, որպես ձեզ բոլորս ճանաչում եք, որպես մեծ փորձված պրոֆեսիոնալ եւ երևի առաջի հաղորդումը բժիշկների աշխատանքը գնահատելու առումով։ Հուսով եմ, որ շարունակությունը դեռ շատ բոլորս հոգնել ենք կեղծ լրագրողներից եւ կեղծ հաղորդումներից առանց տեղյակ լինելու։ Դեռ մենք դեպքի մասին չգիտեցած, կարծեք թե բոլոր տեղերը արդեն տարածվում է, որը որ շատ բացասական, ինչպես իմ գործընկերը ասեց, բացասական ազդեցություն է ունենում մեր աշխատանքի։ Եթե այդ
այդպես շարունակվի, իսկապես մեր բժիշկներն են շատերը հիասթափված շատ բաներից եւ մենք կորցնենք մեր այն ավանդական բժշկությունը, ինչ Հայաստան ունի, որը շատ բարձր է։ Այսօր Հայաստանի բժշկությունը ԱՊ երկրներում ամենաբարձր բժշկությունն է։ Եվ մենք ամեն մի բարձրություն չպետք է փնտրենք բժիշկների կամ հիվանդների հիվանդանոցի մեջ, այլ մենք պետք է փնտրենք մեր մեջ։ Բոլոր կանայք շատ ուշացումով են դիմում, շատ ուշացումով։ Այսօր ձեզ թարմ օրինակ բերեմ եւ դրանով վերջացնենք։ Մեկ կին Բյուրեղավանից երկրորդ ամուսնությունն է։ Ամուսնուց թաքցրել է իր 3 տարի առաջ կրծքագեղձի չարրակ ուռուցքի հեռացումը։ Եվ հղիացել է հղությունը այսօր 36 շաբաթական անգիտակից վիճակում։ Տարել են Աբովյան, Աբովյանից տեղափոխել Պերինատալոգիայի ինստիտուտ հանրապետական ծննդատուն։ Մի 3-4 ժամ առաջ նրան կատարել են կեսարյան հատում։ Ոչ ամուսինը գիտի, որ նա ունի չարրակ ուռուցք, ոչ առաջի ամուսնուց ունեցած տղան եւ թաքցրել է բժիշկներից ոչ մի փաստաթղթեր չի ներկայացրել։ Եվ հիմա ինքը անգիտակից վիճակում պարկած է վերակենդանացման բաժանմունքում։ Ինչ անի բժիշկը եւ բժշկական հիմնարկը։ Երբ որ մենք այդպիսի ֆակտորով օժտված, այդպիսի գիտակցությամբ ազգաբնակություն ենք։ Ես բոլորին կամենում եմ առողջություն, շնորհակալություն ձեզնից, կուզեմ, որ այսպիսի հաղորդումները շատ լինեն, որովհետեւ բժիշկները շատ տրամադրվեն։ Շնորհակալ եմ անչափ։ Պարոն Դալակյան։ Միանում եմ Ռազմիկ Աշոտովիչի խոսքերին, շատ շնորհակալություն նման մակարդակով եւ թեմայով հաղորդում պատրաստելու համար։ Ուղղակի մեկ կետ կուզեի շեշտեմ։ Բժիշկները դա նույն զինվորներ են եւ ամեն օրվա մեր ռազմաճակատում ենք աշխատում։ Եվ ռազմաճակատը արդյունավետ է լինում, բժիշկը հասնում է նպատակին, երբ որ ինքը վստահ է եւ իրեն թիկունքները ամուր են։ Եվ եկեք մեր հասարակությունը դա մեր թիկունքն է։ Ես կուզեի, որ ինքը իրոք լիներ մեզ համար վստահելի, հիմնավոր թիկունք, որպեսզի մենք կարողանանք այդ լարված, ծանր ապրումներով լի այդ մեր աշխատանքում կարողանանք լիարժեք դրսևորենք։ Շնորհակալ եմ անչափ, պարոն Հարությունյան։ Մեր սերունդը, որը ես ներկայացնում եմ, նու տենց ստացվեց կյանքը եւ երկրաշարժ տեսավ, եւ պատերազմ ենք տեսել, եւ հայրենիքին ասենց անխտիր ծառայել ենք, եւ իմ խնդրանքն էլ է ժողովրդին, որպեսի որպես հայրենիք, որպես մեր հայրենիքի ժողովուրդ հարգեն բժիշկներին եւ հավատան բժիշկներին։ Բժիշկները ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ժողովուրդը լավ լինի։ Շնորհակալ եմ անչափ, սիրելի հեռուստադիտողներ, ըստ էության այսօր ասվեց ամեն ինչ, ես հատուկ ինչ-որ ավելացնելու բան չունեմ, բացի մի բանից։ Հիպոկրատին տրված երդման վերջին խոսքում նշվում է, որ եթե ես կարողանամ տալ առողջություն, երջանկություն իմ հիվանդին, ապա թող վերադառնա նույնը ինձ, եթե չկարողանամ նրա համար անել այն ամեն ինչ կարող է, ապա թող նույնը ինձ վերադառնա։ Յուրաքանչյուր բժիշկ իր հիվանդի համար փորձում է ամեն բան, որպեսզի ոչ միայն փրկի նրա կյանք, այլև իսկապես մատուցի մեծագույն եւ ուշադիր կերպով արված ծառայություն։ Բայց մի բան հաստատ կա, եթե լրագրողական էթիկան չփորձենք նորից վեր բարձրացնել եւ անընդհատ վատաբանենք այն բժիշկներին, որոնք տարիներ ի վեր փրկում են կյանքեր, անում են անհավանական գործ, ապա մենք չենք ունենա թեկուզ հատուկենտ մնացած այն լավ մասնագետներին, որոնք գործում են Հայաստանում եւ գործում են շատ դեպքերում նաեւ անշահախնդիր կերպով։ Սա կարեւոր մի բարդ իրավիճակ է, որի ստեղծողը հենց մենք ենք եւ պտուղները ուտելու ենք ելի մենք։ Ասածս կարճ սա է. Եղեք առողջ իհարկե, սակայն եթե ունենում եք հիվանդություն, միշտ հիշեք, լինեք լրագրող, լինեք սովորական մարդ, լինեք շատ հարուստ մեկը, դուք հայտնվելու եք բժշկի օգնության ձեռքերում, իսկ միայն բժիշկը իր վստահությամբ կարող է ձեզ օգնել առաջին հերթին եւ ինչպես մասնագետ նույնքան էլ նա մարդ է եւ ունի ձեր օգնության ու ձեր աջակցության կարիք, ինչպես նշեց պարոն Դալակյանը, իր թիկունքի հետևում ձեր օգնությունն ունենալով։ Շնորհակալ եմ, մենք սխրանքների մասին կխոսենք միշտ, դժվարությամբ համոզած բժիշկներին այսօր տեսանք, հուսով եմ կկարողանանք ելի համոզել եւ ելի բերել մեր տաղավար։ Կհանդիպենք։